Ահա, Արի Դավիթ ջան։ Այո, կատարվեց, տեղի ունեցավ։ Խնդրեմ պարոն Ավինյան, ինչ ունենք պատմելու։ Ունենք պատմելու, որ ստացել ենք 45 նոր տրոլեյբուսներ, մինչ այս մենք երկու խմբականակ էինք գնել, 15 եւ եւս 15։ Եվ այս անգամ գնել են 45 միանգամից նոր տրոլեյբուսներ, որով որ ամբողջական մեր տրոլեյբուսային հին պարկը փոխարինում ենք նոր տրոլեյբուսներով։ Այսինքն հուսահատության տրոլեյբուս էլ չենք ունենա։ Այո, ռետրո, իրանց հուսահատության չկոչենք, իրանք այդքան վատը չեն, ռետրո տրոլեյբուսներ։ Բայց նոր ասում եք կարող է մի հատ տենց լավ վերականգնենք, ռեստավրացիա անենք, կամ միգուցե այլ ֆորմատով սրճարանի կամ գրադարանի ֆորմատով պահենք, այդ ամբողջապես մեր տրոլեյբուսային պարկը փոխվում է այս նոր որակյալ լավ տրոլեյբուսներով, որոնք որ առանց գծերի նույնպես երթևեկում են մոտավորապես 60 կիլոմետր։ Պարոն Ավինյան, ես ճիշտ եմ հասկացել, որ մենք այս խմբականակը ձեռք բերելու որոշում կայացրել ենք նախորդ խմբականակների աշխատանքի արդյունքը վերլուծելով եւ արձանագրելով, որ տրոլեյբուսները ռեալ Երևանում կաշխատեն։ Այո, միանշանակ տրոլեյբուսների մեր գծերը կենսունակ է եւ տրոլեյբուսները կաշխատեն։ Եթե ասեմ ավելին, մեր գծերը ծախած եւ կերած չլինեն, մեր քաղաքում շատ լավ տրամվայներ կաշխատվեր։ Հիմա այնուամենայնիվ դեռևս ունենք այնինչ ունենք, հիմա տրոլեյբուսային գծերում կունենանք նոր տրոլեյբուսներ, հետագա նոր տրանսպորտի ներդրման մասին էլի կունենանք հնարավորություն։ Եվ ամենակարևորը մենք այն որ գնում ենք Նուբարաշեն, նայում եմ տրոլեյբուսը եւ նայում եմ որ տրոլեյբուսի գիծ չկա, այսինքն կա տրոլեյբուս, բայց տրոլեյբուսի գիծ չկա, այս տրոլեյբուսների առանձնահատկությունը այն է, որ իրանք լիցքավորվելով կարող են 60 կիլոմետր իրանք առանց լարերի երթևեկել։ Իսկ 62 կիլոմետրը Երևանի համար դա լուրջ թիվ է։ Եվ նաև ես ճիշտ եմ հասկանում, իրանք երբ որ կպած են լարեն, իրանք զուգահեռ լիցքավորվում են եւ հիշում եք, չէ՞, ժամանակ որ վարորդները դուրս էին գալիս քաշում եւ այլն հիմա վարորդը տեղում անում իսկ կպնելն էլ հա այո մենք ունենք բաներ հատուկ սարքեր են ամրացնում բան վարչապետ, որոնք որ գնում են այս երանգյունաձև sense մի հատ բան է կապած այդ լարերին, գնում է ոնց էլ չլինի այդ լարեն գնում է այդ երանգյունի մեջ ու գալիս կա, այսինքն արվում է դա ընդհանրապես կնոպկա է։ Ես հիմա առաջարկում եմ, որ մենք սկսած վարորդի աշխատանքերից, որովհետև տեսնում եմ, որ այստեղ բաներ կան, որ շատ հետաքրքիր են, սկսած վարորդի աշխատանքերը, Եթել է կարևոր, մեր վարորդը, հլստեղ նայեք, մեր վարորդների աշխատանքային պայմաններն է շատ կարևոր, չէ, որովհետև մարդիկ պետք է աշխատել, մի վարորդը հերթափոխում քանի ժամ է իրատեսորեն անցկացնում, 12 ժամ անցկացնում է, և սա սենց մինի այս նստարանի բանը հարմարավետությունից սկսած, ստեղ մենք ունենք մոնիտոր և դուրը նորմալ դուր կա, որը բացվում փակվում է և մնացած էլի բազմաթիվ բաներ, սա բոլորովին ուրիշ ստեղ Հովացում, տաքացում, նստարանի, տաքացում, նույնիսկ մերսում կա նստարանի, բայց մերսումը չարժի է, վարորդի մերսում։ Չէ դե այդ բանը, որ մարդու մեջ կողոքնում այն ամենը միացնում է, սենց բաներ է, ալիքներ է տալիս, մերսում, նստատեղը ալիքներ է տալիս և Մազագույնը աչքը կպնելու դեմ կողքնի։ Կարևոր է տեսախցիկները, տրոլեյբուսի մեջ կան տեսախցիկներ և սրահում էլ կան, չէ տեսախցիկներ, և կպած է ընդհանուր մի համակարգի, օնլայն ռեժիմով դուք կարողանում եք տեսնել։ օպերատորներն ենք հետևում են իրենց աշխատանքը։ Շատ լավ։ Հիմա մի հատ սրահն էլ նայենք, էլի։ Հա, պարոն Ավինյան, երբ ռեալի էլ դուրս կգան այս տրոլեյբուսից Վարչապետ, վալիդատորներով պետք է հագեցնենք սրան, այս 12 մետրանոցները 3 վալիդատոր են գնում, մի քանի տեխնիկական հարց ունենք գնում, քանի նստատեղ կա, մենք չգիտենք 24 նստատեղ, իսկ ինչքան մարդ կարա տեղավորվի նորմալ